ԱՄՆ պատերազմի նախարար Պիթ Հեքսեթը Պենտագոնի աղոթքի ամիսներ է հայտարարել, այսինքն ամիսվա մեջ օրեր կա, որ կոչվում է Pentagon Prayer Service, աղոթքի ժամեր ունեն եւ դա անցկացնում է մի հոգեվորական հրավիրել է անցկացնելու, որը ծայրահեղական քրիստոնյա է, նրա անունը Դուգլաս Վիլսոն է, որը հայտնի է, որ Մոսկվա քաղաքում, այսինքն Իդահո նահանգի Մոսկվա քաղաքում, ոչ թե բուն Մոսկվան, եկեղեցի ունի ստեղծած, էլի իր հայացքներով ծայրահեղական, որը 70 թվին է կարծեմ ստեղծել եւ 150-ից ավել ցանց է մեծ դարել եւ սրանք Տրամպի մեծ աջակիցներից են։ Այս մարդը, ինչպես ասացի, ծայրահեղական մտքերով եւ գաղափարներով է աչքի ընկնում եւ օրերս տեսա տարբեր հավաստի աղբյուրներ հաղորդում են, որ ամերիկյան բանակից զինվորականներ բողոքներ են հղել համապատասխան իրավունքներով զբաղվող կազմակերպություններ եւ ասում են, որ քարոզ են անում, որ Տրամպին Հիսուսն է, այսպես ասած, հաղորդել, որ Իրանի դեմ պետք է պատերազմ սկսի, սրանով նաև Հիսուսի գալուստը պետք է արձանագրվի Իրանը կրակի մատնելով։ Եվ սա այս ամեն ինչը հեքիաթներ չեն, սրա մասին կարող եք դուք ինքներդ համացանցում կարդալ եւ հետաքրքիր է, որ Պիթ Հեքսեթը ինքը նաև գիրք ունի գրած, կոչվում է American Crusade, այսինքն ամերիկյան խաչակրաց արշավանք, որում ես գիրքը չեմ կարդացել, բայց գրքի մասին որոշ տեղեկություններ կարդացի համացանցում եւ գրքում ձախականները եւ իսլամը որպես թշնամի են դիտարկվում ամերիկյան գաղափարախոսության եւ գիրքը նրա մասին է, որ իրենք իրենց ազատության համար պետք է շարունակեն պատերազմ վարել։ Այսինքն մենք կարող ենք այս մի քանի, ընդ որում սա պատկերի շատ փոքր մասն եմ ասում, եթե խորանանք կտեսնենք, որ ամերիկյան իշխանությունների ներկայ ադմինիստրացիան ծայրահեղ ազգայնական քրիստոնեական արժեհամակարգի կրող են եւ նաեւ իրենք այս պատերազմները գաղափարական է իրանց մոտ, այլ ոչ թե դրվագային եւ ինչպես ասեցի, դրա տնտեսական, արդեն ասել եմ, տնտեսական կոմպոնենտն էլ կա, բայց նաեւ այստեղ այս ամեն ինչը ավելի է լրջանում եւ գաղափարական էլեմենտ է սրա մեջ մտնում։ Այս համատեքստում մի բան էլ ասեմ, կհիշեք, որ Փաշինյանը հայ առաքելական եկեղեցուն իր սպասավորներին, քահանաներին հեռացրեց բանակից։ Եվ հայ ժողովրդին ասեմ, որ այս պրակտիկան բանակներում ունենալ հոգևորականներ տարածված է զարգացած աշխարհի գրեթե բոլոր պետություններում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում նույնիսկ հոգևորականները հագնում են համազգեստ, այսինքն զինվորականի պես, դե պատերազմների չեն մասնակցում, բայց համազգեստ են հագնում, եւ ֆրանսիացիները նույնիսկ մի քանի ուղղություններով հոգևորականներ ունեն, այսինքն իսլամ, հուդաիզմ, քրիստոնեություն, նույնիսկ քրիստոնեության մի քանի ուղղություններ, եւ այս մարդիկ ծառայում են նույն նպատակին, ինչ մենք ունենք բանակում, այսինքն մարդկանց ոգևորելու, այն ընկճված վիճակներից հանելու, նեղության մեջ կորուստ ունեցած ընտանիքներին զինվորական կորցրած աջակցելու, հոգեբանական աջակցություն տրամադրելու։ Եվ մեր հիմա բանակին զրկել են այս ամենից, եւ սա է նաեւ հերթական ցուցիչներից մեկը, որ կարող ենք արձանագրել, որ այս իշխանությունը, ես ասում եմ միլիոներորդ անգամ, արդեն քանի տարի է, որ հայկական շահեր չի սպասարկում եւ այս գործողությունը վստահաբար մեր բանակի առանց այդ էլ 20 թվից հետո ընկճված վիճակը բարեհոգեբանական առումով իմ համոզմամբ էլ ավելի է վատթարացնելու, այսինքն եկեղեցու սպասավորների հոգևորականների հեռացումը բանակից։ Լավ եղեք ժողովուրդ ջան, լավ երեկո բոլորիդ։